Բարև ձեզ։ Տեղահանվելուց հետո արցախցիներից շատերը ստիպված եղան իրենց կենսակերպում շատ բան փոխել։ Նոր իրավիճակում աշխատանք ու ապրուստի միջոց գտնելու համար շատերը ստիպված եղան թողնել տասնամյակների իրենց մասնագիտությունը, մասնագիտական փորձը եւ ուժերը փորձել նոր ոլորտներում։ Նրանցից մեկն էլ Սրփուհի Վանյանն է օրինակ, որը Արցախում լրագրողի տասնամյակների փորձ ուներ, բայց այսօր աշխատում է մի ոլորտում, որը այնքան էլ կապ չունի լրագրության հետ։ Բայց մինչ նրա հետ զրույցին անցնելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Այս նախագծին աջակցելու համար էլ շնորհակալ եմ Իվան Ավանեսյանին։ Եվ անցնենք զրույցին։ Ողջույն Սրփուհի։ Բարև Նորեր։ Շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Սիրով, ես եւս շնորհակալ եմ հրավերի համար։ Որպեսզի մեր հետևորդների մոտ թյուր կարծիք չառաջանա, թե ինչպես, այսպես ասենք, երկու նախկին լրագրողներ իրար հետ խոսում են բավական մտերիմ, ասեմ, որ իմ առաջին քայլերը անելիս հենց հանդիպել եմ Սրփուհի Վանյանին եւ նրա հետ մի քանի տարի աշխատել նույն հիմնարկում, նստել, եթե աթոռ ազատ լինում էր, նույն սենյակում, որը ընդամենը 12 քառակուսի մետր էր, եւ այնտեղ աշխատում էր 4 թե 5 լրագրող։ Ճիշտ եմ հիշում։ Այո, ճիշտ ես հիշում եւ ստիպված էինք լինում հաջող մեկ աթոռի երկու հոգով տեղավորվել, եթե կամ հյուրերն էին սենյակում շատ լինում, կամ երկուսս էլ անհետաձգելի գործ էինք ունենում, բայց չնայած դրան եւ իհարկե երբ հետո արդեն ավելի բարեկարգ պայմաններ ունեցանք, սիրով էինք հիշում եւ հիշում այդ սենյակում անցկացրած մեր աշխատանքային օրերը։ Իսկապես դժվար է անգամ ավելի լավ մեկնարկ պատկերացնել լրագրողի համար, դե եթե չեմ սխալվում, դա 2004-2005 թվականներին էր, այսինքն ավելի քան 20 տարի շարունակել եք զբաղվել ակտիվ լրագրությամբ։ Հեշտ էր որոշում ընդունելը եւ այդքանից հետո ոլորտը փոխելը։ Այո, 21 տարի մամուլում, եւս 3 տարի Արցախի հանրային ռադիոյում եւ 2 տարի այստեղ արդեն տեղահանվելուց հետո Հայաստանի հանրային ռադիոյում, այսպես լրագրողի փորձ եմ ունեցել, բայց տարիների ընթացքում ստիպված եղա մտածել նաեւ, որոշում ինքնաբերաբար է եկել ճիշտն ասած, վերջին մի 5 տարվա, 5-6 տարվա ընթացքում արդեն մտմտում էի այսպես սեփական գործ հիմնադրելու այսպես գաղափար ունեի, բայց իհարկե չէի պատկերացնում, որ այսպիսի ընթացք եւ այսպիսի պայմաններում այդ գործը պետք է գլուխ հանեի։ Ընդ որում շատ, այսպես ասենք, թարս ժամանակ ընտրեցիք ձեր գործը սկսելու համար։ Եթե չեմ սխալվում, համընկնում էր Արցախի 2020 թվականի պատերազմից հետո ընկած շրջանին, նույնիսկ շրջափակման հետ ինչ որ կապեր կային այդ ընթացքում արդեն։ Կային ոչ թե թարս, արդեն 2019 թվականին մտածում էի սեփական գործ հիմնադրելու մասին, որքան էլ տարօրինակ լինի, այն Մինթաքուն տեղ անունն էր արդեն ոնց որ շրջանառվում էր որպես այդ գաղափարի հիմք, բայց դա պետք է լիներ հյուրատնային ոլորտում, հա, զբոսաշրջության ոլորտում, բայց 20 թվականի պատերազմը փոխեց այսպես ասած իրադարձությունների ընթացքը, Մինթաքուն տեղը մնաց, բայց արդեն գործունեության ոլորտը տարբերվեց։ Գործունեությանը կանդրադառնանք, տեղահանման օրերից հիշողությունները հավանաբար դեռ թարմ են։ Մի փոքր այդ մասով խոսենք, հետո կանցնենք արդեն այս փուլում ինչ ենք անում։ Դե ինչ խոսեմ տեղահանությունից։ Ամեն մեկը իր հիշողություններն ունի այդ շրջանում, հատկապես եթե ուսանող է ունեցել, ուսանողը այդ ընթացքում շրջափակման ժամանակ Երևանում էր մնացել, ընտանիքը Արցախում էր մնացել։ Մի խոսքով ամեն մեկը իր հիշողություններն ունի։ Շատ ծանր շրջաներ, շատ ծանր ժամանակաշրջաներ նաև այսպես իմ ընտանիքի համար այդ ընթացքը, քանի որ շրջափակման ժամանակ ընտանիքս կիսված էր եւ դա եւ մասնագիտական, եւ կենցաղային, եւ այսպես գործի առումով շատ մեծ դժվարություններ էր առաջացնում։ Դե տեղահանությունը
Կիսված էր, այսինքն ընտանիքի անդամների մի մասը մնացել էր Արցախում, մի մասը մնացել էր Երևանում։ Այո, այդպես էր, աղջիկս ուսանող էր, ուսանող ունեի Երևանում, եւ մենք սենց շատ հաճախ էինք այսպես գնում, գալիս եւ այլն, բայց ստացվեց այնպես, որ ընդամենը 1 օր առաջ, երբ ամուսինս եկավ աղջկաս տեսակցության, հայրենի ճանապարհը փակվեց եւ այդպես այդ մի քանի ժամը մեր կյանքի հետագա մի տարվա այսպես ուղղությունը լրիվ փոխեց։ Դե բնականաբար չէինք պատկերացնում, որ դրան կհետևեր նաև տեղահանությունը եւ ընտանիքը կմիանար իրար արդեն Երևանում, հա։ Անկեղծ ասենք, տենց շատ չեմ սիրում խոսել այդ մասին, շատ դժվարին փուլ էր, որը ստիպված եղանք հաղթահարել։ Տեսեք, տեղահանումից հետո շատ եմ լսում, երբ որ տեղահանվածին հարցնում են, դե ինչ ես թողել Արցախում, որ ոմանք ասում են կարեկցելով, ոմանք ասում են, չգիտեմ, այլ կերպ, այ եթե հարցնեն, ինչ է թողել Սրփուհի Վանյանը Արցախում, ինչ կպատասխանեիք, եթե կարճ պատասխանեիք։ Դե եթե նյութականի մասին, ապա ամենը ինչ այսպես ասենք աշխատասեր մարդը ստեղծում է իր ամբողջ կյանքի ընթացքում, հա, իսկ եթե ոչ նյութականի մասին, ապա այն ամենը ինչից ձևավորվել ենք մենք, ինչ ձևավորել է մեր աշխարհայացքը, մեր արժեհամակարգը, մեր արմատները, իսկ արմատից կտրված առհասարակ ամեն ինչ, հա, բույս, մարդ, ինքը արդեն առաջվանը լինել չի կարող, դրա համար պետք է ասենք, որ Արցախում մենք թողել ենք մեզ ամենը, ինչ ունեցել ենք, եւ նյութական, եւ ոչ նյութական արժեքները, բայց դրա հետ միաժամանակ մենք նաեւ այդ ամենը մեզ հետ բերել ենք Արցախից։ Ամենակարևորը բերել եք հավատը ու բերել եք գաղափարը։ Այս ընթացքում նկատում էի, որ գալուց շատ չանցած արդեն մի թաքուն տեղը կրկին ակտիվացրել էի, գոնե սոցցանցերում տեսնում էի։ Ինչու որոշեցիք հենց այդ պատառիկը պահել ու զարգացնել։ Երբ տեղահանվեցինք, ես դեռևս մի թաքուն տեղը լրագրությանը զուգահեռ էր, այսպես ասած, զարգանում, եւ ես ստիպված էի եւ սոցիալական խնդիրները լուծելու համար եւ այսպես դեռևս չէի կարողանում լրիվությամբ կտրվել լրագրությունից եւ 2-3 տարի այդ ամենը զուգահեռ էր ընթանում, հա, բայց եկավ մի պահ, երբ արդեն պետք է ընտրություն կատարես եւ իմ ընտրությունը կատարվեց հօգուտ մի թաքուն տեղի, որովհետեւ սա այն գործն է, որը ես սկսել եմ հիմքից, այսպես զրոյական կետից եւ փորձում եմ նրան որոշակի մակարդակի բերել։ Այսօր ինչ կետի է հասել մի թաքուն տեղը, ինչ է արտադրում, ինչ է առաջարկում։ Մի թաքուն տեղի հիմքում իմ հեղինակային նկարներն են եւ արցախյան կոլորիտով, արցախյան մշակույթով համեմված տեքստիլ արտադրանքը, առաջարկում ենք շուկային մետաքսյա շարֆեր, առաջարկում ենք այլ աքսեսուարներ, տնային տեքստիլ, բարձեր, ուղեգորգեր, նաեւ շապիկներ։ Առաջիկայում ուղղությունները հնարավոր է, որ այսպես մասերի բաժանվեն եւ արվեստը եւ մշակույթը արդեն տարբեր ձևերով զարգանան, պլանները շատ են եւ հուսամ նաեւ կկարողանամ առաջիկա 1-2 տարվա ընթացքում այնինչ պլանավորել եմ զարգացման հաջորդ կետ տանել։ Եթե չեմ սխալվում, այսինքն որքան որ տեսնում եմ համացանցում, նաև արցախյան բարբառով գրառումներ են լինում արտադրանքին ու որոշ արտադրանքների վրա։ Հա, կան այդպիսի բան, դա ավելի շատ երևի ներքին պահանջ է, քան բիզնես շահ, բայց նաև արցախյանը պահելու, չկորցնելու, արցախյանի այսպես ավելի շատ դա մեզ համար ենք անում, քան դրսի համար, բայց ինչու՞ չէ, նաև դրսի։ Հարցի շարունակությունը հենց դրան էր վերաբերում, սա ավելի շատ օգնում է բիզնեսին, թե խանգարում։ Ի վերջո այսօր
նույն արցախյան մշակույթի եւ Արցախի բարբառի հանդեպ կարծես ընդգծված վերաբերմունք կա, մի կողմից կարծես շատ սիրում են, մի կողմից կարծես շատ քաղաքականացնում են, ինչպես է այդ ամենը ազդում բիզնեսի վրա եւ արդյոք իմաստ ունի դա բիզնեսի հետ խառնելը։ Գիտեք ինչ, իմ կարծիքով ինչքան էլ այսպես քաղաքականացվի կամ ոչ, Արցախյանը հայկականի մի մասն է, շատ արժեքավոր մասը ու շատ գեղեցիկ մասը, եւ այս առումով կարծում եմ ինչքան էլ քաղաքականությունները փոխվում են, բայց մշակույթը մնում է եւ մեր պարտքն է նաեւ, մեր առաքելությունն է նաեւ այս պայմաններում ստեղծված իրավիճակում այդ մշակույթը պահպանենք, այնպես ինչպես մենք ենք դա պատկերացնում կամ կարողանում անել, հա, որպեսզի արդեն հաջորդ սերունդները եւս իրենց ուժերի եւ իրենց հնարավորությունների սահմանում այդ մշակույթը փոխանցվեն։ Ինձ թվում է Արցախյանը քիչ այսպիսի դժվարություններով, պատերազմներով, չգիտեմ, աշխարհաքաղաքական այսպիսի կոնֆլիկտներով չի որ անցել է, հա, շատ են եղել եւ եթե այն հասել է մեզ, ուրեմն մեր պապերը, մեր նախնիները էլի իրենց հնարավորությունների սահմաններում ինչ որ այսպիսի հայլեր ձեռնարկել են, որ այն հասնի մեզ, ճիշտ է։ Դե մենք էլ մեր գործն ենք անում, որպեսզի այն հասնի հաջորդ սերունդներին։ Վերադառնանք բիզնեսին, ապրանքանիշի զարգացման, առաջխաղացման հարցերում աջակիցներ ունեցել եք, ի վերջո կարծես եւ մասնավոր բարեգործական նախաձեռնություններ կան, որոնք կարծես կոչված են արցախցիներին աջակցելու եւ պետական ծրագրեր կան, որոնք ելի այդ նույն առաքելությունն ունեն եւ ուզում են աջակցել արցախյան բիզնեսներին, արդյոք հաջողվել է որևէ աջակից, որևէ, այսպես ասենք, ձեռքից բռնող մարդ գտնել։ Անկեղծ ասած, պետական ծրագրերի չեմ հետևել, չգիտեմ կան թե չկան, բայց մասնավոր շատ կազմակերպություններ, սկսած իդեպ Արցախից, հա, որտեղ ես մասնակցում էի բիզնես հմտությունների զարգացման համար հայ բարեգործական ընդհանուր միության դասընթացներին եւ հետո այստեղ եղան նման կազմակերպություններ, որ աջակցեցին հիմնականում այդ կազմակերպությունների տված բիզնես հմտությունների, ապա նաեւ դրամաշնորհների միջոցով եմ ես կարողացել իմ բիզնեսը որոշակի այսպես բիզնեսի աճ ապահովել։ Նույն պետական կառույցները ասում են, մենք ուզում ենք ամեն կերպ օգնել, բայց շատ դեպքերում նույնիսկ չգիտենք էլ ինչով օգնենք։ Ինչ պայմաններ են պետք, որ արցախյան փոքր սկսնակ բիզնեսը կարողանա հայաստանյան դաշտում մի փոքր ամրանալ, որ սկսի ինքը իրեն պահել։ Գիտեք, ոչ միայն արցախյան, իմ կարծիքով առհասարակ փոքր բիզնեսը այսպես որպեսզի կարողանան փոքր բիզնեսի զարգացմանը աջակցել, եթե իսկապես պետությունը հետաքրքրված է դրանով, պետք է որոշակի արտոնյալ պայմաններ ստեղծի փոքր բիզնեսի համար։ Եվ այդ պայմանները չկան հատկապես շուկայական հարաբերությունների պայմաններում, երբ ոչ հիմնավոր ձևով այսպես ուռճացված են անշարժ գույքի գները, ինչպես վարձակալության, այնպես էլ վաճառքի համար նախատեսված եւ նաեւ բանկերի հետ բարձր տոկոսադրույքները բիզնես վարկերի։ Եթե այդ հարցերը կարգավորվեն, ինձ թվում է ավելի հեշտությամբ կարելի է դիրքավորվել շուկայում։ Անկախ ամեն ինչից այսօրվա իրավիճակն ու այսօրվա հնարավորությունները հաշվի առնելով, ինչ պլաններ ունի մի թաքուն տեղը։ Անկախ դժվարություններից մի թաքուն տեղը պլանավորում է զարգանալ, պլանավորում է լինել եւ լինել լավագույն ապրանքանիշներից մեկը, որը ներկայացնում է արցախյան մշակույթը եւ ներկայացնում է արվեստը շատ փոքր քայլերով, ճիշտ է, ունեցած ռեսուրսների պայմաններում եւ այսպես եւ կրթություն ստանալով, բիզնես հմտություններ ձեռք բերելով եւ փորձելով ներգրավել շատ փոքր եւ սեփական միջոցներից եւ
դրամաշնորհներից փորձում եմ քայլ-քայլ առաջ գնալ, բայց պլանները հստակ են եւ քայլերը նույնպես այսպես վստահ քայլերով են առաջնորդվում։ Այսօր արտադրանքը որտեղ է հասանելի, ինչպես կարող են տեսականուն ծանոթանալ, ինչպես կարող են պատվիրել։ Տեսականին հիմնականում վաճառքներ մենք իրականացնում ենք մեր սոցիալական էջերի միջոցով, նաև որոշ փոքր համագործակցություններ ունենք հենց այն կազմակերպությունների, տարբեր նախագծերի շրջանակներում կան կազմակերպություններ, որ աջակցում են արցախցի արտադրողներին, որպեսզի նրանք շուկայում ճանաչելի լինեն, տեսանելի լինեն, վստահություն ձեռք բերեն, այդպիսի նախագծեր մենք անում ենք Նորաձևության պալատի հետ, այդպիսի նախագիծ մենք ունենք ՀՕՖ-ի հետ, որոնք աջակցում են այո հարթակի միջոցով մեր արտադրանքը, ասենք Ամերիկայում դիրքավորելու համար կան այդպիսի նախագծեր եւ մենք փորձում ենք օգտվել մեզ տված այդ հնարավորություններից եւ դիրքավորվել շուկայում։ Գործարար Սրփուհի Վանյանին դեռ նոր սկսում են ճանաչել, բայց լրագրող Սրփուհի Վանյանին 20-21 տարվա հաստատ շատերը ճանաչում են եւ բավական մեծ լսարան ուներ եւ Արցախում եւ Արցախից դուրս քո լսարանին ինչ կասեիր հրաժեշտից առաջ։ Ես իմ լսարանին կասեի շնորհակալություն, ճիշտ է ես լրագրությունից այսպես ասած քիչ-քիչ ուղղությունը դեպի բիզնես եմ տարել, բայց լրագրությունը միշտ ինձ օգնել է իմ նաև այս գործի ընթացքում, որովհետև լրագրությունը նաև կապեր են, լրագրությունը նաև այսպես խոսքի հմտություն է, լրագրությունը նաև գրելու շնոր է եւ այլն, իսկ այդ ամենը մարքեթինգում բնականաբար իր դերը խաղում է եւ ես ուզում եմ իմ լսարանին շնորհակալություն հայտնել, որովհետեւ այդ ամեն ինչը եւ այդ լսարանը ինձ մեծապես օգնում է, որպեսզի ես կարողանամ նաեւ իմ արտադրանքը հասանելի դարձնել, իմ մասին պատմել, իրենք էլ իրենց ծանոթներին են պատմում, իսկ դրանք գիտեք, որ բիզնեսում քիչ դեռ չեն խաղում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Սրփուհի։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցեցինք նախկին լրագրող, այսօր սկսնակ գործարար, Արցախից տեղահանված եւ Հայաստանում իր բիզնես առաջին քայլերը կատարող Սրփուհի Վանյանի հետ։ Այսքանը, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ կհանդիպենք։